Ջան սիրում եմ։ Ես ինձ շատ եմ սիրում։ Ես ինձ շատ եմ սիրում։ Պետք է ունենաս քո ներքին ոգին, հասկանում ես ոգին ներքին, դուխդ, այ դա չկա։ Եվ հետո մի քիչ աղջկական լացկան բաներ կան ուտդ, շուտ ես ուզվում դու։ Ոչ շուտ։ Իրոք ծայրահեղ մաքրասեր ես, ծայրահեղ, կարելի ասել հիվանդագին մաքրասեր ես։ Բա որ կինը հանկարծ քո պահարանն ես չդասավորեց ոնց որ պետք է ինչ կանես։ Զգուշացնեմ։ Բա ոնց որ չի ստացվել մինչև հիմա ամուսնությունը։ 28 տարեկան բավականին լուրջ տարիք է։ Իմ կեսին երևի Այդ սիրուց հետո չես փորձել ոչ մեկի։ Ոչ, սիրուց հետո մի քիչ հիասթափել եմ ու տենց։ Այսինքն ինչից ես հիասթափվել, դու ես մոռացել, ինչի ես հիասթափվել։ Քո պատմածով դու ես մոռացել նրան։ Այսինքն աղջիկն է հիասթափվել, ոչ թե դու։ Ոչ, ես եմ հիասթափվել։ Ահա դու ես հիասթափվել, ուրեմն անկեղծ ես։ Դու անկեղծ եմ։ ասա, տեսնենք մի հատ։ Սամվել ջան, ես օրինակ անձամ կաշխատեմ քեզ շատ օգնել, որտեվ ես Սամվել անունը շատ եմ սիրում, ամուսնուս անունն էլ է Սամվել, կաշխատեմ ամեն ինչ անել, որ ճիշտ ընտրություն անես։ Բայց դու պատրաստ ես ամուսնության, թե ուղղակի կհանդիպես, հետո կիմանաս, կամուսնանաս, թե չէ։ Կհանդիպեմ, ինձ թվում է, տեսնեմ, կարող եմ, թե ոչ, կյանքիս կեսին։ Իսկ եթե հասկացար, որ դա ինքն է, կարող ես ասել, ես քեզ սիրում եմ, արի ամուսնանանք։ Այո, իհարկե։ Այդ խոսքերը տղամարդիկ շատ դժվար են ասում, դու հեշտությամբ կասես։ Հեշտությամբ կարող եմ ասել։ Ես քեզ սիրում եմ։ Ես քեզ սիրում եմ։ Շատ գեղեցիկ բան է։ Իսկ իրան հենց կգուրգուրես, հենց նուրբ կվերաբերվես։ Իհարկե, այո։ Իհարկե, այո։ Մի խոսքով դու պատրաստ ես ամուսնության։ Այո, պատրաստ եմ։ Ընտանյոք հանդերձ։ Այո։ Կնոջդ կպահես, վստահ ես։ Իհարկե։ Հա, եւ ֆինանսական, եւ ամեն ինչով կապահովես։ Այո։ Օրինակ ինչպեսի աղջիկներն են քեզ դուր գալիս, մի քիչ հոլանի, գեր, թե նիհար։ Բարձրահասակ, նիհար։ Քեզնից բարձր։ Չէ, ես բարձրահասակ էլ ու դեպի դու։ Իսկ բանը նիհարի աղջիկա քեզ դուր գալիս, թե մի քիչ ինձ հոլանի, կանացի։ Սամվել ջան, դու գիտես որ քո սիրտը գերելու համար, քեզ հմայելու համար 3 գեղեցկուհիներ են եկել։ Ասեմ անունները։ Ասեք։ Ես կասեմ դու ուշադիր լսի, տեսնենք որ անունը քեզ դուր եկավ, ու հետո կփորձենք տեսնենք ճիշտ ես գուշակել։ Իզաբելան, Մարինեն եւ Գեղեցիկը։ Իզաբելա։ Իզաբելա։ Հրավիրենք տաղավար մեր հարսնացուին Իզաբելա Սայադյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իզաբելա ջան, ում հետ եք եկել։ Ես եկել եմ իմ քրոջ հետ, Կարինեի հետ։ Դիտենք ձեր մասին պատմող տեսանյութը, իսկ հետո կխոսենք։ Իզաբելա Սայադյան, 28 տարեկան, ծնվել եւ ապրում է Երևանում։ Ավարտել է Հայբուսակ բազային քոլեջը, մասնագիտությամբ բուժքույր է եւ ծաղկի դիզայներ։ Հոբբին լողն է ու պարը։ Սիրում է վարդագույնը, ծաղիկներից կարմիր վարդը։ Սիրելի մարզաձևը լողն է, ուտեստը դոլման։ Ցանկանում է ունենալ 2 երեխա, 1 աղջիկ եւ 1 տղա։ Իզաբելա ջան, պատմեք իմ մասին։ Ես ծնվել եմ Երևանում, ապրում եմ Երևանում, ավարտել եմ Երևանի բժշկական ուսումնարանը, մասնագիտությամբ բուժքույր եմ։ Մասնագիտությամբ նաև ֆլորի դիզայներ եմ, ավարտել եմ Բրաբիոն ուսումնական կենտրոնը, 28 տարեկան եմ։ Գեղեցիկն ես սիրում կյանքում։ Այդ ամեն ինչը շատ լավ է, պատմի քո սիրո ճանապարհների մասին, թե ինչ ճանապարհներ ես ունեցել։ Դեռևս չեմ սիրահարվել։ 28 տարեկանից դեռևս չես սիրահարվել։ Ուղղակի զբաղվել եմ իմ սիրած աշխատանքով, որը որ ես շատ սիրում եմ, ծաղկի ֆլորիստիկան է դա, ու չեմ մտածել մինչև հիմա ամուսնության մասին։ Քանի տարի ես սովորել այդ նույն մասնագիտությամբ։ Չէ, դե մի 3 ամիս սովորել եմ։ 3 ամիս սովորել ես, բայց 3 ամիս հետո աշխատել եմ։ Զգում եք ինչ երիտասարդություն է, աշխատանք, ոչ մեկը սիրո մասին չի մտածում։ Լավ է եկել են մեզ մոտ հյուր։ Հա, էլի ինչն է խանգարել, որ սիրահարվես կամ սիրես ինչ-որ մեկին։ Չէ, խանգարող բան է եղել։ Չէ, ոչ մեկը դուր չի եկել։ Ուղղակի մտքովդ չի անցել։ Չէ, մտքովս չի անցել, դուրս։ Ոչ մի տղամարդ դերասան դուր չի գալու։ Ուղղակի մտքովդ շատ բծախնդիր աղջիկ է ինքը երևում ճիշտ ասած։ Տղամարդ դերասան դուր։ Շատ է եղել, որ ինձ մոտիկացել են, ես ինձ
հարմար չի Լավ, եղել։ ամեն տարի գարուն է բացվում, քո մեջ խլրտոց սրտիդ մեջ չի զգացվում։ Չէ։ Այս տարիքում գարունը գալիս է քո մոտ չի զգացվում։ Զգացվում է միշտ։ Ինչ սիրո Ինչն ես պահանջ գնահատում տղամարդու մեջ։ Տղամարդու մեջ Ինչ ձևի կուզեիր, որ ես քո կուզենայի, որ իմ լիներ։ ամուսինը առաջի հերթին լիներ աշխատասեր, լիներ որ ինքը միշտ իմ թիկունքին կանգնած լիներ։ Ես զգայի, որ ինքը միշտ իմ թիկունքին կանգնած է, թե լավ թե վատ պահերին։ Իսկապես իրան հոգուն կերա պետք Իզաբելային։ Իսկ դու ինչ ես անելու դրա համար, որ ինքը այդպես Ես ամեն ինչ կանեմ իր համար։ Երեխաներ կբերես Այո, շատ, այո։ որտեվ քեզ բազմազավակություն ունես։ Ու հոյակապ երեխաներ ես ունենալու, հոյակապ։ Եթե ուշ տուն գա միշտ ինչ կանես։ Դե նայած ինչքան ուշ, եթե շատ ուշ լինի, Տղաների հետ կգնա այսօր դե կփորձեմ պարզել։ Ինչու է իմ հետ տխուր, ու կփորձեմ շտկել։ նույնապես։ Իսկ դու որ խոսում ես տղաների հետ կամ տղամարդու հետ, նայում ես աչքերի մեջ։ Իհարկե, նայում եմ։ Ես առանց աչքերի մեջ նայելու չեմ կարող խոսել իր հետ, քանի որ ես հենց աչքերից էլ հասկանում եմ։ Ինչ ես տղամարդու մեջ սիրում, իր գեղեցիկ մարմինը, աչքերը, ձեռքերը, ամեն ինչ ես սիրում։ Ինչն է քեզ համար Դե կարևոր։ սիրում եմ, որ համ գեղեցիկ լինի, արտակնապես, համ էլ ներքուստ։ Երկուսը միասին։ Երկուսը միասին։ Աստված երկու երնեք միասին ես ուզում։ Պրիվատնում չես ուզում։ Չէ, դե հնարավոր է, որ ինքը մի քիչ արտակնապես այդքան սիրուն չլինի, բայց եթե ինքը ներքնապես լավ մարդ լինի, ես կապրեմ իր հետ մինչև կյանքիս վերջ ու կնվիրվեմ։ Իսկ եթե այնպես ստացվի, որ ինքը քեզ շատ է սիրում, շատ Իզաբելլա, բայց դե ստացվեց, դավաճանեց։ Դավաճանեց։ Դե Բայց քեզ սիրում է, դա պատահականություն է։ Կներեմ։ Մեկ երկու։ Ոնց թե 1-2։ Մամա ջան, Ազիզ ջան։ Մեկ 1, 2, 3 կներես, կներես, Լազուշյան, հատո տավաճանի։ Ուղղակի ներողամի, չէ, տենց չէ, տենց հատո։ Բայց եթե 1, 2, 3, 4 քեզ կարգում, Չէ, 1, 2 որ մի հատարից արդյունականի։ Չէ։ Բայց ես իրեն ասեցի, որ իրան շատ է սիրում, ուղղակի պատահականություն, տենց Չէ, ստացվեց։ շատ մեղ մասնավորություն է ուղղակի։ Իմ կարծիքով ինքը խարաթով լավ կին կլինի։ Չէ։ Իսկ Իզաբելլա, սիրելիս, դու Մի խոսքով տղաների Սամվելը մեջ, արխային դավաճանի։ Ներելի է։ տղաների մեջ ինչը դուրդ չի գալիս։ Որ սուտ են խոսում։ Ես սիրում եմ, որ իմ Թող հետ տավաճանի, բայց սուտ չխոսի։ Թող գասի, որ տավաճանել եմ։ Հա, այդ կընդունում Չէ, եմ։ սուտը եթե Այդ կընդունում եմ, ավելի լավ է թող։ Ավելի լավ է թող գա ասի ճիշտ է։ Հրաշալի ընտրություն Թող կլինի, գա եթե քեզ ասի ընտրեն։ ճիշտ է, ասի ես սիրում եմ այն դաժան ճշմարտությունը լսեմ, քան թե սուտ։ Ես կարծում եմ քեզ համար հիմա, որ տեսնեն տղաները, մեծ հերթ կգոյանա։ Քեզ ընտրելու համար։ Դու կնքված ես։ Այո։ Հա։ Ինչ լավ է։ Փոքր ժամանակ են կնքել։ Հա, չէ, շատ փոքր չէ, չեմ հիշում ճիշտ ասած։ Երևի, հա։ Իզաբելլա ջան, Հատիկել են արել։ Արել է։ Եվ ինչ ես ընտրել։ Ֆանենդասկոպ։ ինչ։ Ֆանենդասկոպ։ Դի բուժքույր է դարը, տես։ Ֆանենդասկոպ։ Իզաբելլա, ենթադրենք տղան մեր Սամվելը քեզ ընտրեց։ Առաջի պայմանը ինչ կդնես։ Պայմաններ չեմ դնի, ուղղակի կապրեմ, կտեսնեմ, ոնց է, ես իմ բնավորության Կապրես մի մարդու հետ, որ արգելի քեզ աշխատել։ ոչ, այ դա չէ։ Չէ։ Չես հանդուրժի։ Չէ, Դու դա պիտի չէ։ աշխատես։ Ես պետք է աշխատեմ, որովհետև ես սիրում եմ իմ աշխատանքը, որովհետև ես շփվող եմ ու սիրում եմ շփվել մարդկանց հետ։ Իսկ դու Սամվել կարգել ես աշխատի։ Ոչ։ Ոչ։ Դուք ինչ կարող եք ասեք Իզաբելլայի մասին։ Ես կարող եմ ասել, որ իմ քույրը շատ բարի, նպատակասլաց, ուրախ, զվարթ, եթե ինքը ուզում է ինչ-որ բանի հասնի, ուրեմն անպայման հասնում է։ Իսկ դու Սամվել ոչ մի հարց չունես, քեզ համար ամեն ինչ պարզ է։ Այո։ Իզաբելլա ջան, դու անակնկալ պատրաստել ես Իհարկե Սամվելի համար։ պատրաստել եմ։ Դե ներկայացրու։
արձակագրքի պարշի։ Կարևորն է, որ դավաճանությունը ներում է։ Ամենահուզող հարցներ քո, հա։ Բոլոր տղամարդկանց համար է շատ հաճելի։ Լավ աղջիկ էր, աշխատող աղջիկ էր։ Ռաֆայել, իսկ դուք ինչ կարող եք ասել։ Քսազե այս մեր հարսիկը ձեր ընկերոջը։ Կասեի, որ շատ հմայիչ, շատ գեղեցիկ ու շատ բարի աղջիկ էր։ Jsem parel neի ամաչում։ Ցանկալի կլիներ, որ ընկերոս նման կին ունենար։ Հրավիրենք տաղավար մեր երկրորդ հարսնացուին, Մարինե Գաբրիելյան։ Դիմավորեք։ Սամվելա։ Ես էլ Մարինեն եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, հիանալի։ Ուրախ եք, որ այսօր մեզ հետ եք։ Այո։ Հա։ Իսկ ում հետ եք եկել։ Եկել եմ ընկերուհուս հետ։ Անունը։ Ռիփսիմեի հետ եմ եկել այսօր։ Իմ լավագույն ընկերուհին է երկար տարիների։ Դիտենք ձեր մասին պատմող տեսանյութը, Մարինե, իսկ հետո կզրուցենք։ Մարինե Գաբրիելյան, 27 տարեկան, ծնվել է Երևանում, մասնակցում է հաշվապահական դասընթացների, ամուսնացած չէ, գույներից սիրում է կարմիր, կապույտ եւ սպիտակ գույները, ծաղիկներից վարդը եւ կալան։ Սիրելի մարզաձևը լողն է։ Իր երկրորդ կեսին պատկերացնում է կիրթ, գրագետ ու մարդամոտ։ Ամեն ինչ կանի ընտանիքի երջանկության համար։ Ուզում է ունենալ 1 տղա եւ 1 աղջիկ։ Մարինա, պատմեք ձեր մասին, ձեր կյանքի մասին, ինչպես եք ապրել, ոնց անց է ձեր մանկությունը, երբ եք սիրահարվել եւ սիրահարվել եք թե ոչ։ Մի խոսքով ձեր մասին պատմեք։ Ես ծնվել եւ մեծացել եմ Երևանում, սիրահարվել եմ եւ մտածում եմ, որ մարդը ամբողջ կյանքում անկախ տարիքից պետք է ապրի սիրահարված, որովհետեւ սիրահարված մարդուց կաթում է բարությունը։ Եվ ես չեմ ուզում հնչի որպես դա ինքնագովազդ, բայց ես ամբողջ կյանքում ապրել եմ սիրահարված։ Դա կլինի թե ծնողին, թե բնությանը, թե ընտանիքի եւ թե տղաներին, ինչու՞ չէ։ Սովորել եմ թատրոնի Գեղարվեստի ինստիտուտում, չեմ աշխատել իմ մասնագիտությամբ, աշխատում եմ այլ բնագավառում, դա բիզնես բնագավառն է։ Եվ այդպես ձեր բիզնեսը ինչ բիզնես է։ Բիզնեսը ես աշխատում եմ ուղղակի սուպերմարկետում։ Իսկ որ տարիքում եք սիրահարվել։ Վայ, ես առաջին անգամ 9 տարեկան էի, 3-րդ դասարանում հիշում եմ առաջին անգամ սիրահարվել եմ եւ այդպես։ Եվ հետո ոչինչ, գնաց այդ տղան, ես չգիտեմ հիմա որ տեսնեմ կհիշեմ, չեմ հիշի, չգիտեմ։ Դրանից հետո ինչ։ Չէ, դրանից հետո ինչքան սերեր են եկել ու գնացել։ Բայց եթե այստեղ եմ այսօր, ուրեմն մնայուն ոչինչ չի եղել։ Ինձ թվում է ես ինքն աղջիկից եմ, որ ինքնանիքը տալիք ցունք տալիս է ու ոչ մի բան չի ստանում։ Դե Մարինե ջան, դու հեշտությամբ եկար թե դժվարությամբ։ Չէ, սիրով եմ եկել, սիրով եմ եկել։ Այսինքն որոշում ես կայացրել, որ ընտրություն պիտի անես, հանդիպես քո կեսին, թե ոնց։ Այո, ինչու՞ չէ, մտածել եմ այդ մասին, ոնց որ բոլոր երիտասարդ աղջիկները։ Բայց ի՞նչն է պատճառը, որ դու մինչև հիմա չես ամուսնացել։ Գեղեցիկ, իմ ասած հոլանի աղջիկն ես։ Որովհետև, չգիտեմ, պատճառները տարբեր են, ամեն մեկի հետ կապված պատճառները տարբեր են, բայց երևի պետքա լինի կամ չլինի դա։ Այսինքն շատ բաներ մենք չենք որոշում, շատ բաներ պետքա լինի։ Ունեցել ես կյանքում հիասթափություն։ Իհարկե։ Եթե կա սեր, այո, կա նաև վիրավորանքը, կա հիասթափությունը, կա խանդը, կա վեճը, արցունքները։ Մի վազիր երջանկության հետևից ինքը քո մեջ է։ Որևէ դեպք պատմի քո սիրո արկածներից։ Չգիտեմ, ուղղակի ինձ մոտ երևի զույգերի մեջ ես եմ ամենաշատ սիրողը լինում միշտ։ Չգիտեմ ինչի միշտ համոզվել եմ, որ սերը երկկողմանի չի լինում։ Միշտ միակողմանի է եւ շատ ուժեղ, կամ տղան է շատ ուժեղ սիրում, կամ աղջիկը։ Երկկողմանին դա արդեն լեգենդա դառնում, որը ասենք Թումանյանի անուշներ ու Սարոնի։ Չես հավատում երկկողմանի սիրուն։ Չեմ տեսել այդպիսի բան։ Եթե տեսնեի գուցե հավատայի, այսինքն կյանքը ինձ այլ կերպ է դա ցույց տվել։ Այդպես, իսկ պատմելու շուտ ես հիասթափվում։ Չէ, շուտ չեմ հիասթափվում, բայց եթե հիասթափվում եմ, պայքարում եմ շատ։ Հիասթափեցնում են։ Հիասթափեցնում են, հա, չի բացառվում, որ
լինի այդպիսի բան, բայց պայքարող եմ շատ, պայքարում եմ անդադ, չգիտեմ, շատ բաներ հաղթահարելով։ Մարինե, ներող ես։ Հա, ներող եմ։ Իսկ հանդուրժող ես։ Նայած որ դեպքերում, կոնկրետ սիրո դեպքում, հա, անում ես ամեն ինչ, որի վերջը դա քոնը լինի։ Այնպես որ Մարինե ջան, պարուս Սևակը մի գեղեցիկ խոսք է ասում է սուտ կա, որ ճիշտ արժե։ Կարող ես ասել դա որ սուտն է։ Չգիտեմ, ինքնապաշտպանության համար երևի, ինքնապաշտպանության համար սուտ կասես։ Պետք է սուտ ասել, բայց քաղցր սուտ էլ կա էլի։ Ես իմ սուտ կա որ ներվում։ Քաղցր սուտը ես քեզ սիրումն եմ։ Այո։ Քաղցր սուտը ո՞րն է։ Ես քեզ սիրում եմ այս խոսքերը դուրս են խաղի կանոններից։ Դե հավատաս որ չպետք է կորցնեք իրար։ Այո։ Շուտ ես ծանծրանում ու զոհ ես։ Այ միշտ զոհի կարգավիճակ է, քո անձնականում, միայն անձնականում։ Իսկ օրվա մեջ ծայրահեղ մարդ ես։ Ժողովուրդ որ ասում համնալին ես խփում համեղին, դու դա ունես միշտ։ Այ դա հանի քո մոտից։ Դա քո ագրեսիան է ներքին կտակված։ Սա քեզ խորհուրդ կտայ։ Շնորհակալ եմ։ Ու եթե կլսես, եթե կարելի ասեմ, աշխատի աղջիկները շատ մի բացվի քո անձնականի մասին։ Սիրում ես քո ծննդյան օրը։ Հա, սիրում եմ, որովհետև մարտի 8-ին է ծննդյանս օրը, կրկնակի տոն է։ Ինձ թվաց իմանալով հարցրեցիք։ Եվ լավ է եւ վատ է։ Հա, երկկողմանի ինձ համար տոն է այդ օրը։ Մաման նվեր արել պապային կամ հակառակը, չգիտեմ։ Հա, սիրում եմ։ Ինչ որ հետաքրքիր տենց օրիգինալ նվեր ստացել ես երբևէ։ Երբևիցե ոչ։ Նվերներ չի ստացել ընդհանրապես։ Ես ընկերուհուն կուզենամ մի հարց տալ։ Ստացել օրիգինալ աղջիկը։ Ոչ հավատում եմ, որ մարդիկ կարան իրանց սիրեն, ոչ ինչ որ մի նվեր ստացել։ Բալիկ ջան, դու կարող ես իմանալ ժողովրդական ասացված կա զանգակ եւ բամբակ, չէ՞, մեկը լինի ընտանիքում զանգակ, մեկը լինի բամբակ։ Այդ հասկացողության մեջ Մարինեն որ կերպարը կվերցնի։ Մարինեն երևի ավելի շատ բամբակ է, քանի որ նա շատ զիջող է եւ ընտանիքում նա շատ լավ կին կլինի, շատ լավ մայր, շատ լավ ընտանիք կունենա, որովհետեւ նրա բնավորությունը շատ լավն է։ Շատ լավ մարդ է Մարինեն։ Դուք ունեք անակնկալ։ Այո, ես ունեմ անակնկալ։ Օ, շատ հետաքրքիր է։ Խնդրեմ ներկայացրեք։ Ուզեմ հիմա քո ճանապարհին ամեն ինչ զուգեր զարդարել։ Դու կասկած էիր կյանքում շատերին, բայց չիմանայիր, որ ես եմ արել։ Գիշերները քո պատուհանի տակ կուզեի գարնան ծաղիկներ դնել։ Դու լուսաբացին առնեիր դրանք ու չիմանայիր, որ ես եմ արել։ Ու երբ մահը քեզ այցի գար թաքուն, կուզեի նրան իմ կյանքով շեղել։ Դու երկար ապրեիր կյանքում ու չիմանայիր, թե ով եմ եղել։ Սամվել ջան, խոսքը քոնն է։ Շատ լավ աղջիկ էր, շատ լավ բանաստեղծություն ասեց, շատ ինձ դուր եկավ։ Համեջ աղջիկ էր, ցույց կտա արդեն։ Հայլեց աչքերդ։ Հայլեց։ Ամենաառաջնահերթ, որ շատ բարի եւ շատ անկեղծ էր, առաջի տպավորությունը որպես այդպեսին։ Իսկ հետագան արդեն նորից ցույց կտա։ Ժամանակն է, որ մենք հրավիրենք տաղավար մեր երրորդ հարսնացուին, Գեղեցիկ Ավետիսյան։ Ես գեղեցիկն եմ։ Ես Սամվելը։ Շատ ուրախ եմ։ Հաղորդման հովանավորն է։ Խաղարկությունը շարունակվում է եւ ահա շահողների տոնական շքերթի երրորդ տասնյակը։ Պատահական գնեցինք երյակ, շահեցի 5 միլիոն դրամ։ Անսպասելի շահում եմ։ Տրանսպորտի մեջ եմ ջնջել, ճիշտն ասած։ Առաջ անգամ էր։ Մեծ անակնկալ էր մեր ընտանիքը։ Տավթինջան ու շահեն։ Չէ որ ամեն ինչ կարող է պատահել, յուրաքանչյուր ոք կարող է շահել։ Ինչն է Զիրոլի թարմության գաղտնիքը։ Ձյունաճերմակ ժպիտի փայլը, հասած ելակի թարմությունը։ Այո, փորձիր Զիրոլ White-ի հիասքանչ համը։
Asha 302 նոր քվերտ հեռախոս Nokia-ից։ Նրանով ես կարող եմ անել ամեն ինչ։ Չաթանել, բացահայտել աշխարհը Nokia քարտեզներով։ Դեպի ցախ շնիկներ, գրել Facebook-ում եւ Twitter-ում, օրերով շրջել Wi-Fi եւ 3G ինտերնետում։ Ամենուր ստուգել գործնական եւ անձնական պոստարկղս։ Քվերտ հեռախոսներ Nokia Asha։ Շփվիր զվարճանքով։ Գնիր Nokia Asha 302 Mobile Center խանութների ցանցում, նաեւ ապարիկ։ Twix խրխրտան թխվածքաբլիթի երկու ձողի, թանձր կարամել եւ կաթնային շոկոլադ։ Դաթարտուր, վայելիշ Twix։ Pepsi Football։ Ուզում ես iPhone գնդակ կամ բաժակ, դու էլ խաղա, հարվածիր եւ շահիր։ Գտիր քո շահումը դեղին խցանի տակ։ Pepsi Football.am։ Արոր համեմունքներ, լայն տեսականի բազմազան համերով ու բույրով։ Արոր համեմունքներ, փորձեք եւ համոզվեք։ Ձեր ուտեստները կստանան անկրկնելի համ եւ բույր։ Ձեր ուտեստների համն ու բույրը Արորից։ Նրանք շահկապված են մութ անցյալով եւ արյամբ շաղաղված ներկայով։ Նրանք անմեղ մեղավորներ են։ Նրանք գալիս են։ Մոսկվա կինոթատրոն մայիսի 19-ից։ Шат фанта, кич лурдютюн. Садия поможет быстро и вкусно угостить ваших близких. Наггетсы Садия из нежного куриного филе. Только разогрейте. Наггетсы Садия. Вкусные и хрустящие. Садия. Կատակել ու ստացվում է այնպես, որ իրանք միշտ կատակում են, դու չես հասկանում ինքը կատակում, այս տվյալ պահին քեզ հետ, թե լուրջ։ Դու հումոր սիրում ես։ Ես շատ եմ սիրում։ Պետք է, բայց ամեն ինչը ժամանակին լինի, որտեղ լինում է պահեր կյանքում, որ դու ուզում ես տեսնես քո կողքը մեկին լուրջ, որ քեզ միշտ քո տիկունքին կանգնած, միշտ քեզ ուզում է ապավինի, այդ պահը կա։ Իսկ դու տուն, ճաշել, մաքրասիրություն, այդ ամենը սիրում ես։ Իհարկե, իհարկե։ Դու ես այդ ամեն ինչի անելու, երբ ամուսնանաս։ Դե այնպես չի, որ ես կվերցնեմ այդ բոլորը իմ գործն է, ես ինքս պետք է անեմ, բայց լինում են դեպքեր, որ կինը ի վիճակի չի լինում կամ հիվանդ է լինում կամ որևէ ինչ որ տվյալ պահին չես կարող ասել ինչ տեղի կունենա, բայց կարիք կլինի, որ այսինքն քո կողակիցը կարողանա քեզ օգնել որոշ չափով։ Այսինքն եթե կինը հիվանդ է, ինքը չի կարող ինչ որ մի բան անել, ամուսինը քեզ օգնի։ Ես գտնում եմ, որ դա ճիշտ կլինի։ Դու ուզում ես, որ քո ամուսինդ քեզ անպայման օգնի, կապ չունի, դու հիվանդ ես, հիվանդ չես։ Ես ուղղակի մի քիչ հաճելի կլինի երևի դա։ Այո։ Ինձ թվում է ուղղակի յուրաքանչյուր տղամարդ պետք է հասկանա, որ իրանք օգնելով ցույց են տալիս իրանց սերը։ Եթե իրանք սիրում են այդ կնոջը, պետք է նաև մեծ հաճույքով օգնեն նրանց, որպեսզի չմտածեն, որ ամեն ինչը կնոջ վրա է դրված։ Ու գեղեցիկն էլ է շատ մտածում այդ ձևով։ Գեղեցիկ, իսկ դու սիրում ես քեզ գովել, սիրում ես երբ քեզ գովում են։ Դե ես չեմ կարծում ինչ որ անձնավորություն, որ չսիրի, որ իրան գովում են, բայց ես չեմ սիրում, որ ինքս ինձ եմ գովում, որովհետև պետք է մարդու հետ շփվելուց արդեն պարզ կերևա, թե ինքը ինչ է իրանից ներկայացնում, չես կարող դու քեզ փուչիկի պես ուռացնես, ոնց որ, չգիտեմ, ռեզյումեներում են անում։ Դու քեզ կայուն անձնավորություն ես համարում, կարծում եմ, հա։ Այո։ Լուսա, դուք հարցեր ունեք։ Ստեղծագործող աղջիկ ես, միշտ կստեղծագործես, բայց ստեղծագործելը միայն մի բառով չի, որ արվեստի մեջ ստեղծագործեն։ Մոգոնելն է, ստեղծելն է, ինչ-որ բանից բան ստեղծելն է։ Իսկ ինչ վերաբերվում է, դա պետք է անես, միշտ դու պետք է ստեղծագործես, ել եմ ասում, միայն արվեստ չի դա։ Իսկ ամուսնությունը քեզ համար, չգիտեմ, հաճելի կարող է չհնչի, մի քիչ դժվար կլինի ընտրությունը քեզ համար։ Դու քո ամուսնուն պապայի կերպար տեսնում ես, քո հոր կերպար, ոչ։ Չէ։ Չես տեսնի, ու շատ զարմանալի է, դու ինչ տղամարդ ես ընտրելու։ Դու կուզենաս, որ քո ամուսինը միշտ կողքնոցը վրան լինի, պտտվի տան մեջ։ Չէ, բացարձակ։ Իսկ դու ժամանակ չունես, դու պարապում ես։ Չէ,
Դե նշանակում է ամուսինն էլ իր աշխատանքը ունի, այսինքն ամեն ինչը կարելի է համատեղել կես, այսինքն որոշ մաս կա, որ ես կանեմ, որոշ մաս կա եւ նա կանի։ Չէ, դու ժամանակ չունես։ Չէ, ինչու՞։ Չունես, որտեղ դու ժամանակ չունես, դու անդադ զբաղված ես լինելու, անդադ ստեղից ընդեղ, ընդեղից ընդեղ անդադ դու պետքա ճամփորդես։ Ես տեսնում եմ դա, դրա համար եմ ասում։ Դե ես հասկանում եմ, որ կյանքը մի քիչ պետքա հանդարտվի ամուսնությունից հետո, այսինքն չես կարող ընդմիշտ շրջագայել։ Դու չես թողնի քո աշխատանքը։ Ու ընտրություն կգնա ամուսնու եւ քո աշխատանքի միջեւ։ Դրա համար ասեցի դժվար կլինի քո ընտրությունը, դու պետքա կոնկրետ քո դիմաց տնես կամ ընտանիք կամ իմ աշխատանք, բայց այնպես չի որ աշխատանքդ լրիվ թողնես, ինչ որ մի բան պետքա զիջես հանուն քո ընտանիքին։ Խնդրեմ դուք ինչ կասեք։ Ճիշտ ասած, այս ընթացքում միշտ որ գեղեցիկը խոսում էր, ուզում էինք, մենք այն սենյակում նստած լսում էինք, թե տղան ինչ էր պատմում իր մասին, մի քիչ տխուր է երևում, ուղղակի ուզում էի հարցնել իրան։ Փնտրտուքների մեջ։ Ես ընդհանրապես ուրախ եմ, ուղղակի ես լսում եմ։ Լսում ես, հիմա մտածես։ Այո։ Մեջդ։ Քիչ պատասխանատվություն է կրում ես ամենը դրանը։ Օրինակ դու ինչպես ես պատկերացնում, ասենք կկարողանայիր գեղեցիկի հետ իր կարիերան, իր աշխատանքն, ամեն ինչը ինչ որ ինքը անում է, կկարողանայիր իր կողքին լինել այդ ընթացքում։ Թե խիստ կդրվեր հարցը կամ ընտանիք կամ աշխատանք։ Դե իհարկե ամենակարևորը ընտանիքն է, բայց եթե նա ուզում է աշխատել իր մասնագիտությամբ, ինձ թվում է կարիք չկա դրա համար ընտանիքում վիճաբանություն լինի, ոչ, թող իր կարիերա վեթա ինքը առաջ։ Ես դաշնամուր ինքս շատ եմ սիրում, ինքը կնվագի, ես կլսեմ։ Շատ լավ։ Իսկ տեսել ես մի հատ շատ լավ ֆիլմ կա, Պիանինը։ Պիանին։ Չէ։ Չէ։ Պիանինը։ Լսել եմ։ Դե ինչ, դուք պատրաստել եք անակնկալ, գեղեցիկ։ Հա, խնդրեմ։ Սամվել, քանի որ ես մի քիչ առաջ ասացի, որ ես ինքը ստեղծագործող անձնավորություն եմ, սա իմ տաղաներից մեկն է, որը չէի բացել, ուզում էի, որ անակնկալ լիներ, սա ես բոլորը իմ ձեռքով եմ պատրաստել։ Խնդրում եմ կգնահատեք։ Իսկ հիմա վերադառնանք։ Սամվել, ինչ կասես, շատ կարևոր է քո խոսքը։ Եկեք մի քիչ անալիզի ենթարկենք այս ամենը։ Շատ գեղեցիկ աղջիկներ էին, երեքն էլ շատ յուրահատուկ։ Մեկը մեկից լավ։ Քո տպավորությունները։ Ես չեմ ասում դու մի անգամից բացվես ու ասես թե ումն ես ընտրել, եթե ընտրել ես, ուղղակի հետաքրքիր է քո կարծիքը։ Երեքն էլ շատ լավ աղջիկեր էին, շատ լավ աղջիկեր էին։ Ուրիշ բան Ընդրությունն ընդրությունն է։ Իսկ դուք ոնց եք կարծում, որ աղջիկը կսազեր ավելի Սամվելին։ Սամվելին, քանի որ շատ լավ եմ ճանաչում, շատ դժվար ընտրության առաջ ենք իմ երևի թե կանգնած, երեքն էլ շատ հիանալի անձնավորություններ էին երևում։ Դժվար կլինի ինձ թվում է։ Պետք է մնա վերջին խոսքը Սամվելին երևի, ինքը կասի։ Он замногоженство. Երեքին էլ կընտրել։ Ես զուտ խոսքեր չի որ պիտի ասեմ, այլ անկեղծորեն ասում եմ, հրաշալի աղջիկներ էին, ամեն մեկը յուրովի, ամեն մեկը յուրահատուկ, բայց ես կարծում եմ, որ կարծիքը, խորհուրդը մեր կողմից, ընտրությունը քո կողմից։ Ես կարծում եմ, որ քեզ համար շատ լավ զուգընկեր կլինի Իզաբելան։ Համեստ, խելոք, Իմ որ ասեցիք օջախի աղջիկա, ամեն ինչ ներող, տանող, իսկ այն երկուսը իրենցը կգտնեն, աշխուժ աղջիկ երգեն։ Քո կինը լավ կլինի, որ քեզ համար ընկեր լինի, ընկեր առաջին, անպայման ընտրի, որ կինդ լինի ընկեր, հետո նոր քո կինը, ու ամբողջ կյանքի ընթացքում որպես ընկեր լինեք իրար հետ, դու այդպեսին ես, դե անպայման ընկեր լինի, ճաշեփել, երեխա պահել դրանք հետո, որ ընկեր եղավ, իրար լավ կհասկանաք, որտեվ կրկոտ ես դու։ Շատ կրկոտ ես, պահի տակ պորտկում ես, ստեղ հանգիստ ես, դու ինքդ գիտես, որ այդպեսին ես, չէ, գեղեցիկը շատ ռոմանտիկ, բայց շատ ռեալիստ անձնավորություն է, շատ վստահ է,
իր մեջ։ Իհարկե Իզաբելլան շատ այլ աղջիկ է, ավելի նուրբ իրոք աղջիկ է, շատ հանդուրժող։ Մարինեին սեր է պետք, Մարինեին պետք է միշտ գուրգուրես, սիրես, նա դա միշտ պետք է զգա։ Դժվարանում եմ ասեմ, թե դու ում կընտրես։ Սպասենք։ Ուզում ես կարգին ընտանիք կազմես, ընտրի Իզաբելային։ Ընտրի Իզաբելային, ուզում ես կարգին ընտանիք կազմես։ Եվ ընկերը կլինի ինքը։ Իսկ ինձ երեքն էլ դուր եկան։ Իհարկե երեքն էլ լավն էին, դրանով ոչ մի խոսք։ Գնա ընտրի։ Հիմա մենք իմանանք, թե ում ընտրեց Սամվելը։ Ընտրեց արդյոք։ Կարծում եմ։ Կտեսնենք։ Ես շնորհակալ եմ, որ հետևեցիր իմ խորհրդին, շնորհավորում եմ եղեք երջանիկ եւ մի օր անպայման իրար ասեք արի ամուսնանանք։ Բոլոր միայնակ սրտերը այսուհետև կարող են գտնել իրար։ ATV-ին միայնակ սրտերի կամուրջ։ Հայտերն ընդուվում են 493317 հեռախոսահամարով։ Փնտրեք եւ գտեք ձեր երկրորդ կեսին ATV եթերում։ Արի ամուսնանանք կամ խնամախոս։ Եթերում էր արի ամուսնանանք հաղորդումը։ Սուտ կա, որ ճիշտ արժե։ Եվ ես հավատում եմ մեր հնարած ստին, թե չենք կորցնի իրար։ Աստված տա, որ գա մի օր, որ ձեր ընտրյալը ձեզ ասի, արի ամուսնանանք։ Եթե ուզում եք գտնել ձեր կեսին, ուրեմն զանգահարեք մեզ։ Մենք ձեզ կօգնենք։ Այս հաղորդումը վարեց Սոֆի Դևոյանը եւ Ջուլիետա Ստեփանյանը։ Թեպետ այս չէ բոլոր հաղորդումները։ Կտեսնենք, ցտեսություն։ Կհանդիպենք։ Հագուստը տրամադրել է Best Boutique-ը, Ռոսիա տոնավաճառ 37 տաղավար։ Մարինե, Սամվելը չեկավ քո սենյակ քո ետևից, իսկ ինձ հետաքրքիր է, եթե նա գար քո ետևից, դու դուրս կգայիր սենյակից։ Ես հասկացա, որ շատ բաներով տարբեր ենք իրարից, չեմ կարծում, որ դուրս կգայի, բայց ամեն դեպքում ես շատ ուրախ եմ, այն բանի համար ինքը ում որ ընտրեց, ես կցանկանամ երջանկություն իրանց, եթե հանկարծ որոշեմ, որ պետք է ամուսնանա, շատ ուրախ կլինեմ դրա համար, բայց Սամվելը չեմ կարծում, որ ես մտածում եմ, որ ինքը չի գա, ես էլ որ չէի գա, այնպես որ թող ուրախ լինեն, ուրախ եմ իրանց համար շատ։ Չեմ կարծում, որ ես դուրս կգայի, որովհետև մենք բավականին տարբեր անձնավորություններ ենք ու մեր համար դժվար կլիներ իրար հետ։ Ինքը շատ լավ աղջիկ է, շատ լավ ընտանիքի աղջիկ կլինի, շատ լավ մայր կլինի։ Դավաճառությունն էլ ընթացքում ցույց կտա, ապրենք կտեսնենք։ Ուրախ եք հիմա, սենց ներքուստ իսկապես ուրախ եք։ Այո, իհարկե ուրախ ենք, վերջապես գտա ես իմ կեսին, նույնպես ըստ ում ինքնա համապատասխան համաձայն իմ ասածին, այդքանը։ Հաղորդման հովանավորն է։